Այստեղ պիտի նշեք ձեր լուրջ խիստ, բայց ներսից հումորով պապայի 50-ամյակը ասեմ ինչի, հեսա ասեմ։ Որովհետև պապա պիտի իր պոլեկտիվեն լուրջ սպերին բերի այդ փակտակացող լողավազանի մոտ ասի տեսեք ինչ լավ բան եմ բռոնի արել։ Պապա պիտի նստի այդ շոքեբաղնիկում մամայից զենտ ասի կնի քլմի ատեն սավոնի գլխարկները շուտ բեր։ Պապայի ծննդին են իր ջահել ընկերներն էլ լինելու, դրա համար բերելու է իրենց բիլիարդով հաղթի ու վերջում ասի արս դրանից հետո գլուխ չգովակ թե բիլիարդ խաղալ գիտեք։ Պապա պիտի սուրո զազային ու աշոտ հոպարին բերի ես բասոտ է տաղավար ասի նստեք տեսեք այդ նարդիո ոնցում ջարդեր տալու։ Պապա լուրջ մուժիկա հազարը ծառատություն ունի, հոտաստոկով 50-ամյակ չեք նշելու, դրա համար կայս 50 անձի համար նախատեսված տաղավարը, որ բոլորը գան ըստեղ քեֆ անեն։ Աբոդյան պապայի մոտիկ ընկերն է, եթե ինքը այդ օրվա խորովածը չսարքեց, հաստատ պապային չի ներելու, դրա համար այստեղ կա մաման նաև թոնիր, որով ուզում է թող սարքի։ Ճիշտ է, պապան շատ ստրոգի մուժիկ է, բայց կնգան հոչի ասելու ժենշինա տվայո место կուխնյայել աղջիկներին ասելու մի հատ թռակ պապայի համար կոֆե դնելու։ Ինչքան էլ որ պապան առիթի վերջում ասի, արա ես խմած ավելի լավ եմ քշում էլանք, տուն ոչ մեկը չհամաձայնվեք, որտեվ այստեղ ունենք 5 ննջասենյակ մինչև 12 անցի գիշերակաց։ Չենք մոռանում, որ պապան ահավոր լուրջ դյադա է ու իրան Միկի Մաուսներով անակնկալ չենք մատուցում։ Մի անգամից զանգարում եք ամառանոցեն, պապային է տանակնկալը հաստատ դուր կգա։